Ողջույն բոլորին, այսօր մեր նախորդ հոլովակի երկրորդ մասն է, կղզիներ ամբողջ աշխարից, որտեղ մուտքը խստի վարգելված է, դե ինչ գնացինք։ Համար 1. Ռենել կղզի, Սողոմոնյան կղզիներ, այս կղզու գաղտնիքն այն է, որ երբ ոտք ես դնում նրա հողի վրա, ռիսկի ես դիմում պայթելու։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սողոմոնյան կղզիները մարտերի վայր էր, և մինչ օրս նրա տարածքում մնում են չպայթած զինամթերք, ականներ և արկեր։ Հիմա դրանք ժանգոտում են ջունգլիներում ծածկված մամուռով և հողով, բայց կարող են պայթել ցանկացած պահի։ Իշխանությունները պարբերաբար ականազերծման գործողություններ են անցկացնում, բայց տարածքը հսկայական է, ջունգլիները անթափանցելի։ Պատերազմն ավարտվել է գրեթե 80 տարի առաջ, սակայն կղզին շարունակում է մնալ վտանգավոր, և այն այցելելը խորհուրդ չի տրվում։ Տեղացիները գիտեն այն արահետները, որոնցով կարելի է քայլել, բայց նույնիսկ նրանք ռիսկի չեն դիմում կղզու խորքը մտնել առանց ուղեկցորդի։ Երկրորդ կղզին՝ Նիհաո կղզի, Հավայան կղզիներ, այն կոչվում է արգելված կղզի, և այնտեղ հասնելը գործնականում անհնար է։ Կղզին պատկանում է Ռոբինսոնների ընտանիքին 1864 թվականից, նրանք այն գնել են Կամիյամեհա 5-րդ թագավորից, և այդ ժամանակվանից ի վեր փակ են պահել օտարերկրացիների համար։ Կղզում ապրում է մոտ 200 մարդ, նրանք չեն օգտագործում ժամանակակից տեխնոլոգիաներ և կապ չունեն արտաքին աշխարհի հետ, խոսում են հավայան լեզվով։ Կղզու սեփականատերերը տասնամյակներ շարունակ մերժել են գնման առաջարկները, նույնիսկ այն ժամանակ, երբ գները հասել են միլիարդավոր դոլարների։ Նրանք իրենց համարում էին հին հավայան մշակույթի պահապաններ։ Այցելուներին մուտքը միայն հրավերով է թույլատրվում։ 1980-ականներին մի լրագրող փորձեց այնտեղ հասնել, և այնքան արագ ձերբակալվեց, որ նույնիսկ ժամանակ չունեցավ մեկ լուսանկար անելու։ Երրորդ կղզին, սա օվկիանոսի մեջտեղում գտնվող ուրվական քաղաք է։ Կղզի, որտեղ ժամանակին ապրում էին մարդիկ, իսկ այժմ այն լքված է։ Այդ կղզին է Հաշիմա կամ Բունկան-ջիմա ռազմավարների կղզին։ 1887-ից 1974 թվականներին այստեղ օվկիանոսի հատակից ածուխ էին արդյունահանում։ 1950-ականներին կղզում ապրում էր ավելի քան 5000 մարդ։ Բնակչության խտությունը աշխարհում ամենաբարձրերից մեկն էր։ Բայց 1974 թվականին հանքը փակվեց և մարդիկ հեռացան։ Քաղաքը կորցրեց ամեն ինչ մեկ օրում։ Այդ ժամանակվանից ի վեր կղզին լքված է մնացել։ Կղզին երկար ժամանակ փակ էր և միայն 2009 թվականից բացվեց սահմանափակ զբոսաշրջության համար։ Առանց թույլատվության իջնելն արգելված է։ Հաշիմա կղզին արդյունաբերական դարաշրջանի հուշարձան է, և դրա անկման լուր վկան։ Չորրորդ կղզին՝ Նորդ Բրոթեր կղզի, ԱՄՆ, այն ունի սարսափելի պատմություն։ 20-րդ դարի սկզբին այստեղ կառուցվեց հիվանդանոց, սկզբում վարակիչ հիվանդությունների բուժման համար, ապա որպես կարանտինային կենտրոն։ Այստեղ էին բերվում այն հիվանդները, ովքեր չէին կարող բուժվել հիվանդանոցում։ Բերկուլոզ, ծաղիկ, տիֆ հիվանդներին մեկուսացրել են համաճարակը դադարեցնելու համար։ 1960-ականներին հիվանդանոցը փակվեց, և կղզին լքվեց։ Այս կղզին հիշեցնում է այն մասին, թե ինչպես էր քաղաքը մեկուսացնում իր հիվանդներին։ Դա մի վայր է, որտեղ մարդիկ մահանում էին մեկուսացման մեջ, և նրանց մարմինները այրվում էին հատուկ վառարաններում, վարակը կանխելու համար։ Ասում են, որ 1950-ականներին կղզում աշխատել է մի բուժքույր, որը այնտեղ մնացել է ընդմիշտ։ Նա մահացավ տուբերկուլյոզից ժամանելուց 1 տարի անց, և սա միայն սկիզբն է։ Հինգերորդ կղզին՝ Սուրտսի կղզի, Իսլանդիա, երկրի ամենաերիտասարդ կղզին։ Այն բառացիորեն պայթել է օվկիանոսից 1963 թվականին ստորջրահրաբխի ժայթման հետևանքով։ Աշխարհի տարբեր ծայրերից գիտնականները հետևում էին դրան, և կղզու ստեղծումից անմիջապես հետո այն հայտարարվեց արգելոց։ Սուրտսին եզակի բնական փորձ է։ Գիտնականները ամբողջությամբ արգելել են կղզի այցելել, քանի որ ուզում են տեսնել, թե ինչպես է բնությունն ինքնին բնակեցնում նոր տարածքը, որը հայտնվել է ոչ մի տեղից։ Մարդկային միջամտություն չկա, զբոսաշրջություն ևս։ Միայն գիտնականներին է թույլատրվում ոտք դնել Սուրսե լճի ափին, և նույնիսկ այդ դեպքում ծայրահեղ զգուշությամբ, որպեսզի չխաթարվի փխրուն էկոհամակարգը։
դա էլ Իսլանդիայի կառավարության թույլտվությամբ։ Եվ վերջապես 6-րդ ամենավտանգավոր կղզին՝ Հյուսիսային Սենտինել կղզի, Հնդկաստան։ Սա մի վայր է, որտեղ ժամանակը կանգ է առել, որտեղ մարդիկ ապրում են այնպես, ինչպես ապրել են հազարավոր տարիներ առաջ, եւ մահը այնտեղ երաշխավորված է օտարականների համար։ Կղզին Սենտինելյան ցեղի հայրենիքն է։ Այդ ցեղը մերժում է արտաքին աշխարհի հետ ցանկացած շփում եւ սպանում յուրաքանչյուրին, ով փորձում է ոտք դնել իրենց հողի վրա։ Վերջին տասնամյակների ընթացքում մի քանի փորձ է եղել, եւ բոլորն էլ ողբերգական ավարտ են ունեցել։ 2006 թվականին երկու ձկնորս պատահաբար լողալով հասել են կղզի։ Նրանք սպանվեցին նետերով։ 2018 թվականին ամերիկացի միսիոներ Ջոն Ալեմչաուն փորձեց հասնել ցեղին նրանց քրիստոնեություն դավանելու համար։ Նա սպանվեց նույն օրը, երբ ոտք դրեց ափ։ Այդ պատճառով Հնդկաստանի իշխանությունները պաշտոնապես արգելել են ոտք դնել կղզի։ Նույնիսկ դրա մոտակայքում լողալն արգելված է։ Իսկ ով փորձի խախտել այդ օրենքը, մահապատժի կենթարկվի իշխանությունների կողմից։ Հնդկաստանի իշխանությունները չեն փորձում այդ ցեղին պատժել, քանի որ հասկանում են, որ դա իրենց հողն է, իրենց կառավարումը։ Նրանք պաշտպանում են ցեղը հիվանդություններից, որոնք կարող են ոչնչացնել նրանց, նաև օտարերկրացիներին մահից։ 2004 թվականին Հնդկական օվկիանոսի ցունամիից հետո Հնդկաստանի իշխանությունները ուղղաթիռ ուղարկեցին ստուգելու, թե արդյոք սենտինելցիները ողջ են։ Ի պատասխան դրան կղզուց նետ թռավ։ Այս կղզիները հիշեցնում են, որ մեր մոլորակի վրա ամեն ինչ չէ, որ պատկանում է մարդուն, եւ որ երբեմն ավելի լավ է հեռու մնալ։ Շնորհակալություն մինչև վերջ դիտելու համար։ Եթե հետաքրքիր էր, կարող եք բաժանորդագրվել ալիքին։ Դե ինչ, կհանդիպենք։